Ողջույն սիրելիներս, հուսով եմ բոլորը լավ եք, մենք նույնպես լավ ենք, մի քիչ ուշացած, բայց էլի վերադարձանք ու արդեն 4-ով։ Այս կադրերը արվել են օգոստոսի 27-ին, գիշերը 3-ին 3:30 հիվանդանոցի ճանապարհին ու արդեն հիվանդանոցում։ Այստեղ արդեն հասել եմ տեղ, շտապ օգնության բաժնում եմ, որի սպասասրահը 9 տարվա մեջ առաջին անգամ ես տեսա դատարկ ու քանի որ ինձնից բացի մարդ չկար, ինձ շատ արագ ընդունեցին ու մի քանի հետազոտությունից հետո տեղափոխեցին ժամանակավոր պալատ, ասելով, որ ունենք 24 ժամ եւ եթե այդ ընթացքում երեխան չծնվի, իրենք կմիջամտեն, բայց ամեն ինչ անցավ շատ լավ եւ այս կադրերից 22-23 ժամ հետո երեխան ծնվեց։ Հիմա որ ասում եմ 23 ժամ շատ երկար է թվում, բայց որ հետ եմ նայում, հիշում եմ մի ակնթարթ ընդամենը ու ոչ բոլորովին ժամերի տանջանք։ Հաջորդիվ նկարված կադրերը եւս տարբեր կադրեր են արված մեր հիվանդանոցում անցկացրած 3 օրերի ընթացքում, որոնց ուղեկցությամբ ուզում եմ մի քիչ խոսենք հղիության, ծննդաբերության մասին, հատկապես այն աղջիկների հետ, ովքեր դեռ երեխաներ չունեն, փոխարենը ունեն վախեր տվյալ թեմայի հետ կապված, ինչը շատ նորմալ է։ Ասեմ, որ դեռ շատ վաղուց տարիներ շարունակ ծննդաբերությունը եղել է ինձ համար ֆոբիա, ու ես ոչ մի կերպ չէի պատկերացնում ինձ այս սցենարում, ու երբ առաջին անգամ 20 տարեկանում իմացա, որ երեխայի եմ սպասում, 2017 թվականին, վախերը այնքան շատ էին, որ ես այլ զգացողություններ սկզբնական շրջանում ուղղակի չունեի։ Մեղմ ասած, ես այդ շրջանում դեռ պատրաստ չէի։ Դրանից բացի 10 տարի առաջ ինֆորմացիան դեռ այսքան հասանելի չէր, իսկ ես այնպիսի մարդ եմ, որ ավելի շատ եմ վախենում այն բաներից, որոնցից գաղափար չունեմ, որոնք նոր են ինձ համար ու անծանոթ, ու սա այդ դեպքերից էր։ Հետո հասկացա, որ պետքա ազատվեմ այդ վախերից, որովհետև ժամանակը սահմանափակ էր ու ինչ որ կերպ պետք էր հաղթահարել այդ վախերը, որպեսզի հետո գար հաջորդ էտապը, այդ շրջանը լիովին վայելելու։ Ու սկսեցի ինքս իմ հետ աշխատանքներ տանել։ Այդ շրջանում YouTube-ում հետևում էի մի աղջկա, որին իդեպ դեռ հետևում եմ ԱՄՆ-ից։ Վլոգինգը դեռ այդքան տարածված չէր, ալիքները շատ քիչ էին, ու ինքը երեխա էր ունեցել 18 թե 19 տարեկանում։ Ու իր վլոգները նայելուց հետո մի օր ինքս ինձ ուղղակի ասեցի, եթե այս աղջիկը քեզանից տարիքով ավելի փոքր կարողացել է այնքան համարձակ գտնվի, որ հակառակվի իր ընկերոջը, ով խորհուրդ էր տվել ազատվել երեխայից, քանի որ իրենք տարիքով շատ փոքր էին ծնողներ դառնալու համար ըստ իրեն։ Ասի, որ այդ երեխան ծնվելու է ու ծնվի ու իր խնամքով զբաղվի մենակ, ոնց որ ես էի այն ժամանակ ու հիմա էլ, որովհետև իր ամուսինն էլ առավոտ վաղ գնում էր աշխատանքի ու երեկոյան ուշ գալիս էր, ասեցի ուրեմն ես էլ կարող եմ ու սկսեցի ավելի վստահել ինքս ինձ, ավելի լուրջ պատրաստվել երեխայի գալստին ու շատ պարզ հիշում եմ այդ պահը, երբ որ իր հետ համեմատական անցկացնելով, sense մի հատ վստահություն իջավ իմ վրա ու այդ պահից սկսած ամեն ինչ փոխվեց իմ համար։ Մի ուրիշ անգամ առիթի դեպքում ավելի երկար կխոսենք այս թեմայով, կարելի է լայվ կազմակերպել նույնիսկ, մի քիչ զրուցել, բայց այս պահի համար ուղղակի ուզում եմ ասել, որ եթե ես ու մնացածը կարողացել ենք, վստահ եղեք, որ դուք էլ կարող եք։ Ու մի պատկերացրեք ծննդաբերությունը որպես մի սարսափելի երևույթ, ահասարսուռ տեսարաններով, որոնք մեզ հաճախ հրամցնում են ամենատարբեր ֆիլմերում, իրականությունից կտրված, ինչ-որ անասնական ձայների ուղեկցությամբ։ Իմ երկու ծննդաբերություններն էլ անցել են մաքսիմալ խաղաղ ու հանգիստ մթնոլորտում, կարելի ասել լռության մեջ։ Իհարկե, ծննդաբերությունը կա ու մնում է անսպասելի շրջադարձերով, ռիսկերով լի երևույթ, որովհետև երբեք չգիտես ինչպես կանցնի, ինչով կավարտվի այդ process-ը, բայց մի բան հաստատ է, ձեր տրամադրվածությունից շատ բան է կախված։ Հիվանդանոց գնացեք ինքներդ ձեզ վստահելով, մարտական տրամադրվածությամբ, վստահ եղեք, որ ձեր մոտ ստացվելու է ու ամենակարևորը մի վախեցեք։ Վերջի վերջո 21-րդ դարն է, հիմա մեր մամաների ու տատիների թիվը չի, ովքեր հերոսաբար ունեցել են իրենց երեխաներին շատ փոքր տարիքում ինֆորմացիայի տոտալ բացակայության պայմաններում, առանց ցավազրկող միջոցների, որոնք հիմա շատ հասանելի են, ու եթե դուք վախենում եք ցավից, ու կարծում եք, որ չեք դիմանա, իմացեք, որ կա հնարավորություն այն մաքսիմալ թեթևացնելու։ Իսկ մինչ այդ վայելեք ձեզ տրված 9 ամիսները, եթե իհարկե ֆիզիկապես ի վիճակի եք վայելելու,
Ինքնակրթվեք, ինքնադաստիարակվեք, քանի որ ձեր ապագա երեխայի դաստիարակությունը սկսվում է ձերինից։ Վերանայեք ձեր ապրելակերպը, եթե ունեք վնասակար սովորություններ, փորձեք հրաժարվել դրանցից, որպեսզի ձեր ապագա փոքրիկը լինի առողջ ու ունենա առողջ ու առույգ մայրիկ իրեն խնամելու համար։ Եվ իհարկե փորձեք հնարավորության դեպքում շատ քնել ու հանգստանալ, քանի որ դժվարը իրականում հետո է գալու, այս բոլոր process-ներից հետո ամենավերջում, երբ կհայտնվեք արդեն պալատում, հիվանդասենյակում, նորածին երեխան ձեր գրկում, եւ դուռը դրսից կփակվի ու երեխան կմնա միայն ձեր պատասխանատվության տակ։ Ու հիշեք, որ չկա աշխարհում անսխալական մարդ, իդեալական ծնող, բոլորի հետ էլ ամենատարբեր դեպքերը տեղի են ունենում։ Բարկանալ երեխայի վրա, հետո զղջալ դրա համար, պատահաբար ցավեցնել երեխային կամ հոգնածությունից, երբեմն էլ անճարությունից լացել, ոչ մի գործ չհասցնել, նույնիսկ լվացվելն ու հագնվելը։ Ու այս շարքը կարելի է շատ երկար շարունակել։ Միայն հիշեք, որ դուք մենակ չեք, բոլորն էլ ունենում են այս դժվար պահերը, կարևորը դրանք հավերժ չեն։ Ասեմ ավելին, շատ կարճ են տևում։ Դուք փորձեք հասցնել այդ խառը վիճակների մեջ գրկել ձեր փոքրիկին, իրեն սիրել, անջատվել, կտրվել իրականությունից, մի քիչ հանգստանալ, ուղղակի այդ փոքրիկ պահերը վայելել, որովհետև նրանք շատ արագ են մեծանում։ Իրականում ասում են մամաներն են հանգստության հորմոններ արտադրում այս ընթացքում ու փոխանցում երեխային, բայց միայն փորձեք իրեն գրկել հանգիստ ժամանակ, երբ որ չեն լացում։ Բույրը զգալ ու կհամոզվեք, որ ավելի շատ խաղաղություն ու էներգիա ու հանգստություն հենց իրենցից դուք եք ստանում։ Այս պահի համար երևի թե այսքանը, իսկ դուք շարունակում եք ձեր էկրաններին տեսնել մեզ ամենատարբեր իրավիճակներում, օրվա տարբեր ժամերի, ու այսքան խոսեցի, բայց դեռ չգիտենք աղջիկ ծնվեց ի վերջո թե տղա, սերը մենք մինչև վերջ այդպես էլ չէինք պարզել, քանի որ դա մեր համար այդքան էլ կարևոր հանգամանք չէր, աղջիկ կծնվեր թե տղա, միևնույն է մենք իրան ընդունելու էինք ու սպասելու էինք նույն ձևով, իրեն նույն սերն էինք տալու եւ ի վերջո ծնվեց մեր երկրորդ արքայադուստրը Եվան, ով բավականին չարաճճի է ու դա է պատճառը, որ ես արդեն ինչքան ժամանակ 2 ամիս է գրեթե անցել իր ծնունդից, դեռ չեմ կարողանում այս հոլովակը մոնտաժել ու տեղադրել, որովհետև ինքը ինձ ուղղակի ժամանակ չի թողնում կողքից այլ բաներով զբաղվելու, բայց տարբերությունը ակնհայտ է առաջին ամսվա մեջ եւ երկրորդ։ Իրականում պատճառներից մեկը նաև այն է, որ ես այս ընթացքում երրորդ շաբաթվանից արդեն երեխայի ծնունդից հետո վերսկսել եմ պարապմունքները, իհարկե քիչ, օրական 1 ժամից։ Հետևաբար, եթե ինքը նույնիսկ որոշում է օրվա մեջ 1 անգամ քնել, 1-2 ժամ, ես այդ ժամանակը օգտագործում եմ պարապելու վրա ու ինձ հոլովակ նկարելու կամ մոնտաժելու ժամանակ այդքան շատ չի մնում։ Հուսանք, որ մեծանալուն պես ինքը կսկսի ավելի երկար քնել կամ ավելի լավ քնել կամ ավելի խելոքանալ, ուղղակի արթուն մնալ, բայց խելոք, որպեսզի ես կարողանամ գոնե շաբաթը մի վլոգ տեղադրել, որովհետև ես էլ եմ շատ ուզում, որ այդպես լինի։ Իսկ այստեղ արդեն պատրաստվում ենք հիվանդանոցից դուրս գրվելուն, վերջին նախաճաշը, պայուսակները դասավորել, պատրաստվել, որպեսզի վերադառնանք տուն։ Իմիջիայլոց այս կադրերը, որտեղ ինձ տեսնում եք, այստեղ ես կշռում եմ 100 կիլոգրամ, ուղիղ 100։ Այս հղիության ընթացքում ես այդքան ամիսներ շարունակ փսխելու հետևանքով մինչև 6-րդ ամիսը ես հավաքել էի 30 կիլոգրամ, որի կեսին արդեն հրաժեշտ եմ տվել, բայց եւս 15 կիլոգրամ ինձ պետք է կորցնել։ Վերջ, մենք գնացինք տուն, հաջորդիվ արդեն ինքս էլ չեմ հիշում, թե ինչ եմ նկարել, երկար ժամանակ է անցել, այնպես որ եկեք միասին նայենք։ Օգնած տանջված բարևներ բոլորին։ Այսօր նկարում ենք մեր առաջին վլոգը երեխայի ծնունդից հետո եւ այսօր առաջին անգամ չէ, երկրորդ անգամ միասին գնում ենք խանութ, գնում ենք այդպիսի ռիսկի, առաջին անգամ գնացել ենք երևի մի 10 օր առաջ, գնացինք իրեն շորեր գնելու, քանի որ մինչև ծնունդը սեռ այդպես էլ չիմացանք ու շատ դժվար էր այդպես շորեր գնել, հետո երբ որ ծնվեց արդեն լիքը բաներ էին ինձ պակասում, հատկապես եղանակն էլ ցրտում է արդեն սեպտեմբերի ամսին, մի խոսքով կարիք կար, որ միասին գնայինք շոփինգի, մի օր հասցրեցինք առավոտյան գնացինք մի 2 ժամով, արագ գնումներ կատարեցինք ու վերադարձանք տուն, այսօր երկրորդ անգամն ենք գնում արդեն Գայուշի համար,
Նախորդ վլոգում արդեն ասացի, քանի որ իր ծնունդ այս տարի չնշեցինք ամսի 1-ին, իհարկե դեռ նշելու ենք։ Սկզբում նախ ուզում եմ նշի իր ընկերուհիների հետ ու վաղը չէ մյուս օրը իրենց հրավիրելա մեր տուն։ Այստեղ դա նորմալ երևույթ է ծնունդը նշել ծնունդից 2-3 շաբաթ առաջ կամ մի ամիս հետո, ոչ մեկ դրան տարօրինակ չի նայում։ Իմ համար շատ տարօրինակ էր, որ ինձ հրավիրում էին ծնունդ ծննդյան օրվանից մի 2 ամիս հետո, բայց հետո հասկացանք, որ դա նորմալ երևույթ է այստեղ։ Մարդիկ նշում են այն ժամանակ, երբ ժամանակ ունեն։ Հիմա մենք էլ այս անգամ այդպես ենք նշելու Գայշի ծնունդը։ Հիմա ահավոր շտապում եմ, որովհետև ավտոբուսից եթե ուշացա, ամենակիչը 20 րոպե մնալու եմ դրսում, որ սպասեմ հաջորդին։ Եկեք անջատեմ, արագ հասցնեմ, հետո կշարունակենք։ Բարեբախտաբար հասցրեցի ժամանակին հասնել Գանգար, բայց ավտոբուսն է ուշանում, գրում է, որ 9 րոպեից նոր կգա։ Այդ ընթացքում դուք կարող եք ծանոթանալ մեր փուճուրիկի հետ, ով հասցրեց քնել մինչև ես տնից հասա ստեղ, որովհետև ձեն է գցել էր գլուխը ու գոռում էր։ Ահա որ ուժեղ, բարեբախտաբար քնեց։ Ինչի համար եմ հիմա գնում ակսիոն։ Գնում եմ, որ մի քանի բան առնեմ, որ անկեղծ ասեմ, չեմ էլ պլանավորել, թե ինչ եմ առնելու, ու սենց խոմ պատրաստից գնում եմ։ Չեմ սիրում տենց գնումներ անել, միշտ սիրում եմ կազմակերպված, պլանավորած ցուցակով գնալ, որովհետև վստահ եմ, որ լիքը բաներ մոռանալու եմ, բայց ճար չունեմ, ժամանակ էլ չեմ ունեցել, որ ցուցակ գրեմ։ Այսօր արթնացել եմ 5:30 եւ այն կաթ եմ տվել քնելա։ Ես որոշեցի այդ ժամանակ արդեն լվացվեմ, մի քիչ ինձ կարգի բերեմ, հետո գնացի նորից սպարկեցի իր հետ մինչև քնեցի։ Ի սկզբանե որոշել էի առավոտյան Գայշին տանել դպրոց ու գալ խանութ, բայց չհասցրեցի, որովհետև Եվան որոշել էր մինչև 9:30 քնել։ Գնում եմ տարբեր ինչ-որ փոքրիկ, չգիտեմ, քաղցրավենիք կամ գուցե ինչ-որ խաղ, կախված նրանից, թե աչքս ինչ կտեսնի խանութում, այդ պահին կորոշեմ ինչ կառնեմ, ինչ չէ։ Փաստորեն մեր տեղափոխվելուց հետո այս գծի կյանքում ոչինչ չի փոխվել։ Ինչպես միշտ ուշանում է, բոլոր հնարավոր ավտոբուսները եկան, անցան, գնացին, 25-ը դեռ վերջապես հեռվում նշմարվում է 25 համարի ավտոբուսը։ Հեսա մեր հին տան մոտով ենք անցնելու։ Հեսա մեր շենքը։ Համարյա հասնում ենք, եկել ենք մեր հին թաղերը։ Բարեհաջող հասանք տեղ, տեսնենք Եվան ինչքան կդիմանա և ինչքան չի քաշի մամային։ Տեսեք ինչ բաժին կա ստեղ արդեն, ես կգժվեմ։ Եվ ինչպես տեսնում եք, ընդեղ էլ մարդ չկա, քանի որ մարդա մեկը իմ գրկումը, այս ընթացքում հասցրեց ձայնը գցել գլուխը, իմ վրա հետ տալ, ընդամենը 5 րոպե է ինչ մտել ենք խանութ։ Վերջ, կարող եք ինչ շնորհավորել, ես բարեհաջող ավարտեցի առևտուրս, իհարկե վստահ եմ, որ ինչ-որ բաներ մոռացած կլինեմ, բայց Եվան նորից քնեց բարեբախտաբար, շուրերս մի քիչ այսպես վիճակում են, բայց կարևորը դեռ քնած է, ես թվում է կհասցնեմ, հասնեմ տուն։ Գրում է, որ 10 րոպեից կգա ավտոբուսը, տեսնենք ինչքանով է դա ճիշտ։ Եղանակն էլ անպամած է, հուսամ կհասցնենք հասնել տուն ու անձրև չի գա։ Այնքան եմ սիրում, որ ցուրտ եղանակին սած բուջուր երեխեքին բքում են լիքը շորերով ու բացամնում միայն դեմքը։ Ահագին սառն է եղանակը, դրա համար սենց ինքը լավ ծածկված է։ Չգիտեմ քանի աստիճան է, երևի 9 կամ կարող է 8։ Որով սառն է։ Եվ կարելի ասել, որ մենք բարեհաջող հասանք տուն։ Չեք պատկերացնում ինչ հաջողություն է ու ինչ հաճույք է ապրել դպրոցի կողքին։ Մեր նոր բնակարանը, որտեղ տեղափոխվել ենք, դպրոցից ընդամենը մի քանի քայլի վրա է, ու դա մի ուրիշ հաճույք է ու մի ուրիշ առավելություն է, որովհետև ես հաստատ Գայշին չէի կարողանալու բերեի դասի, հատկապես առաջին օրերը եւ այ ծնվելու, որովհետև մենք դուրս գրվեցինք ամսի 31-ին ու ամսի 1-ին արդեն պետք էր առավոտ շուտ լինել դպրոցում։ Առաջին 3 շաբաթը հաստատ այս արդեն 4-րդ շաբաթն է, իմ համար անհնարին կլիներ դա անել, որովհետև ամբողջ գիշեր չքնելուց հետո երբեմն ես ուղղակի վիճակի չեմ լինում այդ ժամին, նույնիսկ եթե արթուն եմ լինում, հագնվելու տնից դուրս գալու ցանկություն ընդհանրապես չի լինում։ Հետևաբար դուրս գալ, այդքան ճանապարհ գալ, անձրև, հեղեղ, քամի, չգիտեմ, այս լավագույն որոշումներ, որ մենք կայացրինք ու բարեբախտաբար երեխայի ծնվելուց մի քանի օր առաջ
բնակարանը եղավ ու կարողացանք տեղափոխվենք։ Միջայլոց սրանք են հարմարանքներն են, որոնք անցած անգամ ցույց տվեցի, որ պատվիրել էի, ինչ հարմարանք, հակառակ դեպքում չգիտեմ այս տոպրակը ոնց էի բերելու, ահագին էլ ծանր է, իմաստը ներքևում է, հիմա հանեմ, քանի քնած է Եվան, ձեզ արագ ցույց տամ, անում էի այս պայուսակի եղած շեղածը, որ ցույց տայի, բայց որոշեցի առաջնային ու երկրորդականը իրարից տարբերեմ ու քանի Եվան դեռ քնած է, ես մի հատ առիթից օգտվեմ ու ճաշեմ, որովհետև սենց հնարավորություն էլի չի տրվի էլի օրվա մեջ։ Այստեղ խորոված սմբուկ կա, պղպեղ, տապակած, այս հազարի թերթիկների ես շատ եմ սիրում, ամեն ինչի հետ ուտել, մանր, և բրինձ մնացած խաշլամայի ջրով ու մսով պատրաստված ինձ բարի ախորժակ, որ աղջիկս բարի գտնվի մի քիչ երկար քնի, կարող է սուրճ էլ խմեմ մարդավարի։ Ահա թե ինչի հետևից էի գնացել, սենց մանր ուներ բաներ գնելու և իհարկե չի կարող անտարբերանքներ այս բարի կողքով, ամենաշատը սրանց համար եմ եղացել։ Ըստ բարիների համար, հետո որ գալիս արդեն նոր տարվա վերջին օրերը, ասենց սիրում բաները չեն լինում։ Բարիս նույնն է, չէ, տարբեր են։ Ասենց սիրում եք բաներ, նոր տարվա համար։ Մեկը պատուհաններ ունենք, չգիտեմ տանը կլինենք ամանորի չէ, ամեն դեպքում։ Այս Եվայի խարտոցի համար է, սենց բավերցրեցի, պատվիրել է, եթե հիշում եք, սենց սարդոստային սև գույնի, ես մեկը սպիտակ աչքի դեմ ինչ տեսք ունենա։ Դեպքում վերցրեցի սև փուչիկներ, ափսոս որ դրան հոգիներ են նկարած։ Սա վերցրեցի, որովհետև կարելի ինչ որ բաներ ուզում իրա դեմքին նկարվել, ուզում էր որ արյուն դիներ ու ինձանից ուզում էր կարմիր շրթներ, բայց դե իհարկե ես չունեմ կարմիր շրթներ։ Ես մի ամիջ տեսա, ասեցի վերցրեմ։ Սա վերցրել որ իրանք բզբզան, այս կբացեմ կդնեմ, դրանցից չլցնեմ, ճիշտ ասած ոչ մի անգամ չեմ արել։ Այդպես երեխեքին չեմ կանչել, բայց գիտեմ որ իրանք գնում են կոնֆետներ դնում սեղանի։ Սենց ինչ որ ժելեներ։ Սրանք ճիշտ ասած ուզում էի դնել այն մանր փող շոկոլադներից, տուփով, որ լցնեի են տուփերի մեջ գանդերի, բայց չգտա, որոշեցի որ ամեն մեկին երկու խիթապ եվրոյից վերցնեմ, ամեն մեկը 5 եվրո ոնց որ երբ որ գտնեն արդեն գանձերը, սրանք ամեն մեկին մի հատ կտամ, սրանց հետ։ Այս շատ հավես պահում կայ համար երկար ժամանակ զբաղված ապահում մի քանի րոպե։ Պետք է այս մուճով ու սրանով քանդել ու մեջից ինչ որ մի հատ իրում քայլ կա դուրս գալիս սենց ադամանդի նման։ Այս կտամ ես իրենք ուզեմ թողել տան անել, շատ փնթի խաղալ միջայլոց շուրջ բոլորը սենց փոշու մեջ կորմա։ Թե կուզեմ կարող եմ մեր տան անել, եթե չտան հյուսոն։ Այդ իրեմ ժամանակ վերցրել, կդնեմ սեղանին, կարող իրանցից ինչ որ մեկը ուտի։ Ես երբեք չեմ փորձել, չգիտեմ համավատ թե չէ։ Այս բաժակները վերցրել ու գարեշը ինձանից ուզել էր պիրատի շոր, ծովահենի, բայց քանի որ դիմացը Հելլոուին է ու ծովահենի շոր կամ նմանատիպ ինչ որ մի բան ոչինչ չկար, մեջներից ես ընտրեցի այս, զզվում եմ այս մաների որակից, այս Հելլոուինի ընդհանրապես այս հանդերձանքների այս որակից, տանել չեմ կարողանում այս սինթետիկ կտորները, բայց մի օրվա համար ինձ թվում է ոչինչ, այս չորեքշաբթի հանդերձանքն է, այստեղ ոնց որ նաև մազեր կա իր հետ, չորեքշաբթի հիմա հյուսերն է, իհարկե գայուշը սրա կարիքը չունի ամենևին մազերի, բայց դե որ հետը կար, դες վերցրեցի, հիմա թող գա փորձի, չգիտեմ կհավանի, չի հավանի, տեսնենք սիրի, թող հագնի, չէ, և ինչպես հասկացաք իմ աղջիկը դեռ քնած է, այս ամեն ինչի հետ հա մեկ էլ վերցրել էի պիցայի պարագաներ, երշիկ, չգիտեմ վիչինա, զեյթուն, նմանատիպ բաներ, ամեն մեկը իրա մինի պիցան է պատրաստելու, շուտ եմ կանչել, հաց ուտելու ժամին, կսարքեն ամեն մեկը այդ մի զբաղմունք է, էլի, կդնենք ջեռոցը կհանենք, ամեն մեկը իրա պատրաստած փոքրիկ պիցան կուտի, ես այդտեղ պատրաստել եմ նաև սուրճ, ինչպես հասկացաք, առիթից օգտվում եմ, դեռ Եվան քնած է, մի հատ էլ կհասցնեմ սուրճ վայելեմ այս լռության մեջ, սուրճս էլ խմեցի, Եվան դեռ քնած է, նորից իրան ծածկեցի, փաթաթեցի, 4:44 է, գարիշը դպրոցից դուրս է գալիս, 4:45, մի րոպե առաջ տնից դուրս են գալիս, ու շատ արագ հասնում ենք դպրոց։ Օր երկրորդ ու ես եկել եմ շարունակելու վլոգը, երեկ չեմ հիշում որտեղ կանգ առանք, բայց քանի որ վաղը գալիս են ընկերուհիները, եկել եմ տորթիկը թխելու, առաջին անգամ կյանքում, քանի որ գիտեմ, որ Եվայի հետ հաստատ հնարավոր չէր լինելու երկար ժամանակ տրամադրել, հիմա չգիտեմ էլ սա կհասցնեմ թե չէ, աչքը կպցրել եմ մի քանի րոպեով։ Գնել եմ սենց 2 հատ բիսկվիթի այս տուփերը, այստեղ արդեն չոր խառնուրդը ամեն ինչ պատրաստ է, ամեն ինչ կա սրա մեջ, ալուր, փխրեցուցիչ հավանաբար, այս երկրորդ պակետի մեջ էլ բան է, այս վրայի փոշին է, շաքարի փոշի։ Ֆրանսիացիները իրենց ծնունդին սա գնում են, թխում են, շաքարի փոշին անում են վրան և դա լինում է իրենց ծնունդի տորթը։ Հիմա ես մի քիչ ավելի կզարգացնեմ բաղադրատոմսը, այստեղ դրել եմ մի հատ փխրեցուցիչ ու վանիլ, որ ավելացնեմ, որովհետև սիրտս չի տանի, որ ոչինչ չավելացնեմ։
Եվ այստեղ գրված է, որ պետք է ամեն մեկին ավելացնել 3 ձու եւ մի տուփ սրանից, այս սերուցքա։ Ես մի հատ սերուցք կավելացնեմ, քանի որ ինձ 2 սերուցքը պետք կգա կրեմի համար, իսկ ես տանը ունեմ 3 հատ։ Այս սերուցքը կավելացնեմ եւ նույնքան կաթ։ Կարծում եմ ոչինչ չի պատահի դրանից։ Հաստատ լավ կստացվի, էլի դրա պատճառով դժվար թե տուժի բիսկվիթը։ Իսկ կրեմը էլի որոշել եմ հեշտ ինչ-որ բան անել եւ անել արթնացավ, ուղղակի նուտելան խառնելու եմ սերուցքի հետ։ Գաղափար չունեմ ինչ կստացվի, վերջում ձեզ կասեմ լավ եղավ թե չէ, այստեղ տանը նուտելա կար, բայց չեմ կարծում որ հերիքի մաքրի գայջան։ Մի հատ էլ փոքրիկն եմ վերցրել։ Մի խոսքով ես արագ անցնեմ գործի, հարիչը չեմ միացնելու, սրան ուղղակի արագ խառնելու եմ, դնեմ ջեռոցը, վերջում ցույց կտամ ինչ ստացվեց։ Մինչև ես իրան դրեցի ստեղ ու հասա խոհանոց, ինքը որոշեց, որ կարելի է աչքերը բացել, ակտիվ մասնակցել բիսկվիթ խելու պրոցեսին։ Եվ ոնց նկատում եք, ինքը միշտ կոկնոցով է, որովհետև շատ սիրում է փսխել։ Հատկապես կաթ խմելուց հետո։ Եվ չի սիրում քնել ացածակ։ Ոչ գիշերը, ոչ ցերեկը, մենք սիրում ենք արթուն մնալ եւ լաց լինել։ Տեսեք ինչքան լավ բարձրացան, 2 բիսկվիտն էլ։ Այս էլ առաջինն է, արդեն թխվել է։ Հաստատ, որ ես անեի 3 ձվով, տեսեք ինչքան բարձր է։ Այսքան բիսկվիտ չեմ կարծում, որ ստացվեր ու այդքան արագ։ Ամենակարևորը, որ ժամանակը խնայեցինք, բիսկվիտն էլ ստացվեց շատ լավ, վստահ եմ, որ նաև շատ համով։ Ավելացրել եմ նաև մի լավ ճաշի գթալ նուտելա խմորի մեջ։ Իսկ ես ընթացքում մեր բակում տոնա ինչ-որ։ Ոնց հասկացաք, մի 2 կծկտուր կադր արեցի ես ընթացքում, որովհետև մի ձեռքով Եվային գրկած, մյուս ձեռքով փորձում եմ երեխեքին զբաղացնել։ Իհարկե իրանք շատ լավ խաղում էին, բայց ես էլ ունեի ինչ-որ բաներ կազմակերպած ու պետք էր ամեն դեպքում իրանց հետևել։ Ստացանք ծանրոցներ, այսենց բոլ-բոլ, Եվայի համար, քանի որ եղանակը լավ սառել է, շատ արագ պատվիրել եմ տաք շորեր։ Սա դեռ իհարկե չի հագնում, հիմիկվա ունի մի քիչ ավելի բարակ, բայց երևի թե մի 2 շաբաթից արդեն ոնց ցուրտ ժամանակ դուրս կանք, ես ձմեռային կուրտկան եմ վերցրել, որ հագնի, բավականին մեծ է, ահագին մեծ է, 2-ից 4 ամսեկանի է, բայց ինձ թվում է այս մի 6 ամսեկան երեխաներ կարողանա հագնել։ Էս սենց գլխարկ, որը դեռ մեծ է իր գլխով, ուզեցի, որ սենց կապովի լինի, որովհետև տանել չի կարողանում գլխարկներ ու հանում է գլխից, բայց այնքան մեծ է, որ ինքն իրան դա դուրս գալիս, բայց ոչինչ կպահեմ։ Եվ այս մեկն էի վերցրել, սենց շարֆիկով իր հետ միանգամից, բայց սա համ շատ մեծ է գլխին, համ էլ ոնց որ իրան մի քիչ անհարմար էր, գուցե եթե ավելի փոքր լիներ, հարմար լիներ, սենց թողում եմ չնդացի, որ տանեմ հետ տամ, այս սենց պիժամաներ, ցեփով, այս երկուսը գոյություն ուներ, այս մատերիալից, հենց փափուկ տակ ու ցեփով, դրա համար եմ սրանք վերցրել, նես չի որ էլի դա շատ սիրունիկ են, ուղղակի սրանք հարմար են ցուրտ եղանակին, լավ տաք են ու հատկապես գիշերը սենց ցեփով ինձ հարմար է էլի արագ հանել հագցնելը եւ այսպես բոդիներ երկարաթև, կոճակները կողքից, որ հեշտ լինի հագցնել հանելը, իհարկե սա դեռ մեծ է, 2-ից 4 ամսեկանի է էլի, բայց զապաս ունենալը իսկ լավ է։ Այս երկրորդը Սեայից է, էլի վերցրել եմ Սեայում գոյություն ունեցող 2 փափուկ ու ցեփով պիժամաները։ Սեայինները ավելի սիրունիկ են։ Սա հիմա կհագնի, որովհետև 2-3 ամսեկանի է, մենք մի ամսեկան ենք արդեն, մի քիչ մեծ կլինի, բայց կարևորը ու սրա մատերիալը ավելի հաճելի է, կարելի է մյուս անգամ Սեայից վերցնել, տեսեք ես շատ սինթետիկ է, էլի տաք է,
Բայց այս բամբակա ու ներսը սենց ավելի հաճելի է, քան այս մեկը։ Եթե հաշվենք, որ նույն գինն է, կարելի է սա վերցնել, որովհետև շատ հաճելի է, շատ փափուկ է։ Նայեմ հələ, եթե էլի լինի, այն երկուսը հետ կուղարկեմ, սրանցից կվերցնեմ, շատ սիրունիկ են։ Բայց ոնց որ այն մյուսը ինձ ավելի փոքր թվաց, թե նույն չափն են։ Հա, տեսեք, մի քիչ տարբերություն կա։ Աչքով էլ նկատելի էր, որ այս մեկը մի քիչ ավելի բստլիկ է։ Չնայած նույն չափն են։ Եվ երկու հատ այսպիսի պարկ գիշերը քնելու համար, ի սկզբանե չէի վերցրել, որովհետև չեմ սիրում այս պարկերը, հեչ չեմ սիրում, բայց այստեղ թևերը դուրս են գալիս, տեսեք ցեպով։ Բայց քանի որ մեր տունը այս նոր ահագին ցուրտ է, ես իրան անընդհատ որ տեղից հանում եմ, աջալով եմ փաթաթում, այս ավելի պրակտիկ կլինի։ Հենց սրանով անկողնոց վերցնել գիշերը կերակրելու համար։ Երկու հատ վերցրեցի, որովհետև անթեփ կեղտոտվում է, որպեսզի մեկը լվանանք, մյուսը օգտագործենք։ Հաստատ սա, եթե ոչ ամեն օր, օրը մեջ լվացվելու է, որովհետև եւ այս օրերը հազիվ, այտենց օր չկա, որ ես լվացք չանեմ։ Մինիմում 1, մաքսիմում մի քանի անգամ, որպեսզի հասցնեմ։ Ու հա, շարունակությունը, մեկ էլ այստեղ բան եմ վերցրել, բամբակներ, սովորական բամբակ էի վերցնում խանութից, երեխաների համար նախատեսված, բայց հիվանդանոցում ինձ սրանից էին տվել, ու այս բամբակները ավելի լավն են, իրանք մի քիչ ավելի տափակ են ու տենց շատ մազմզոտ չեն, ավելի հարմար է սրանք օգտագործել և մի հատ շամպուն։ Բամբակ եմ գնել, որովհետև ես թածանձեռոցիկ չեմ օգտագործում։ Երեխայի տակդիրը փոխելուց ես այս բամբակները թռչում եմ տաք ջրով, այդպես եմ ապրում, երեկոյան դե լողացնում եմ բնականաբար, բայց հիմա քանի որ շատ փոքր է ու հնարավոր չի տենց իրան բռնել ու լվացարանի մեջ լվացացնել ամեն տակդիրը փոխելուց, հիմա օգտագործում եմ բամբակ տակջուր։ Ոչ երբեք թածանձեռոցիկ, մի տուփ վերցրել եմ թածանձեռոցիկ, ինչ որ ֆորս մաժորային իրավիճակների համար, եթե փողոցում լինենք ու շտապ պետք լինի փոխել, իսկ եթե չէ, տանը բամբակ։ Այս հետաքրքիր այս բանը տուփով էր փաթեթավորել, որ բամբակները պաշտպանելու համար այսքան թուղթ էին փչացրել։ Եթե սենց ինչ-որ չոր բաներ պատվիրած լինեի, կհասկանայի, բայց թուփով բամբակները, որ չվնասվեն, այսքան թուղթ մի քիչ անիմաստ է։ Եվ էլի մենք, ես ու Եվուլիկը դուրս ենք եկել, լավ չի երևում, քնած է բարեբախտաբար, տնից դուրս գալուց քնեց, հուսամ մինչև հետ վերադառնալս քնած կմնա, քանի որ սիրում եմ ակրոթին քնել ու եթե սենց անընդհատ իրան շարժման մեջ պահեմ ու սենց օդը փոխվի, կարծում եմ չի արթնանա, որովհետև եթե հենց հիմա գնանք տուն, նույնիսկ երբ որ մտնում ենք շքամուտք, դռան ճոռոցից ինքը արթնանում է։ Ինքը ուզում է միշտ դրսում լինի, դրսում քնի, ամեն ինչ դրսում, միայն ոչ տանը։ Երեկ մինչև գիշեր ժամը երևի 9-ից մենք դրսում ենք եղել ու ինքը հանգիստ է եղել։ Եթե չէ, տանը սկսում է շատ անհանգիստ լինել, լացել։ Մի խոսքով հիմա գնում ենք առևտրի կենտրոն, Գայուշին նոր թողեցինք դպրոցում արդեն ցերեկվա համար։ Կգամ այն ժամին, երբ որ արդեն պետք է իրան վերցնել։ Տանենք այդ գլխարկը հետ տանք, որը շատ մեծ է, ու այն երկու պիժամաներից տեսնենք, եթե խանութում ավելի լավ տարբերակ լինի, կփոխեմ, եթե չէ, հետո հետ կբերեմ, ոչինչ։ Հասանք կանգառ 4 րոպեից կգա։ Իսել Եվան տակ-տակ քնած է։ Մեկ տրամվայի կա, այստեղից մինչև մոլ 2 կանգառ է։ Բավականին հարմար է, 10-15 րոպե ու մենք տեղում կլինենք։ Այս հատվածի շինարարությունը վերջապես ավարտվել է, չգիտեմ քանի տարի հետո, երևի մի 5։ Առաջին գործից պրծա, բջջային օպերատորի հետ էր կապված, քարտիս հետ խնդիր կար, դա լուծեցինք, նորը վերցրեցի, հիմա գնում ենք գլխարկը հետ տանք։ Միջայլոց հիմա ես իմ բացահայտած գաղտնի վերելակներից մեկում եմ Բաղջրի, որտեղ միշտ հերթ չի լինում։ Մի տարբերություն մնացած վերելակների։ Լավն է այս պիժաման, ափսոս, որ վերևն է երկարաթև ու ներքևը շոտ, եթե հակառակը լիներ, հաստատ կվերցնեի։ Անցած անգամ երևի
2 ամիս չկա, վերցրել եմ, հեսա չիչ տամբորից, սարսափելի վատներ որակը, հանգիստ կարող եք չառնել։ Այս սրա կարճաթևը շորտիկով, սին շատ լավն է երևում, որակը շատ հաճելի է, բայց մի 2 անգամ հագնելուց հետո շատ տհաճ զզվելու տեսք ունի, լրիվ գնդիկներ են եղել վրան, սպիտակ թելերից։ Իհարկե հնարավոր է այն ապարատի միջոցով սարքի մաքրել, բայց ավելի լավ կլիներ, որ չլիներ։ Այս մեկն էլ վատը չի։ Սա էլ համ երկարաթև է, համ տաբատ։ Կամ էլ ամենավերջում, եթե գտնեմ իմ ուզածը, սա կվերցնեմ, կտանեմ թևերը, կտրել կտամ, կդարձնեմ կարճաթև։ Ավելի հեշտ է տենց, քան շատ երկար մանգալ։ Ես դեռ գլխարկն էլ չեմ վերադարձրել, և նախնացավ։ Մի հատ էլ եկանք փխիմարկ, տեսնենք գայուշին է սեզոնին հարմար երկարաթև ինչ-որ վերարկում կգտնենք, թե չէ, արագ ժիլետ ունի, բայց սուտ է, թևերը բաց, տեսնենք թևերով մի բան կա, թե չի։ Կան մի 2 հետաքրքիր բաներ, բայց իր չափսով չկան։ Տարբերակ չի, բայց այս գույնը չեմ կարծում որ հավանի, բայց ուրիշ գույներ չկա, որ ինքը կսիրի։ Այս հարմար է համ քամու դեպքում, համ անձրևի։ Ուրիշ ինչ-որ լավ բան չկա, որ համ իր սրտով լինի, համ էլ իր չափսը լինի։ Այս ինչ նոր խանութ է, որ դիմացն էլ շատ երկար հերթ է, հետաքրքիր է։ Սեայում էլ ոչ մի հարմար բան գոյություն չունի, միակ մի քիչ նորմալ տարբերակը է, որ կարելի է ջինսերի կամ տրիկոների հետ հագնել։ Կամ շատ ահավոր հաստ կուրտկաներ են, կամ էլ գոյություն չունի, միջին ինչ-որ բան։ Վերջ, գնացինք տուն, բարի հաջող ավարտեցինք, Եվան նորից քնեց, ես իմ բոլոր գործերը պլանավորված ավարտեցի, հիմա կարող եմ հանգիստ գնալ տուն։ Կարելի էր մի հատ սուրճ խմել, բայց նախընտրում եմ գնալ մեր տան մոտ, այդ տարածքում ինձ ավելի հարմար կզգամ, եթե նույնիսկ կարթնանա, ցանկացած պահի կարող եմ տուն գնալ։ Այնտեղ մի հատ սուրճ կխմենք, եթե անձրև չկա։ Նոր գայուշին կվերցնենք, կբարձրանանք տուն։ Հասանք մեր մոտ։ Հատ ստեղ նստեմ սուրճ խմեմ, գայուշին մնացել է 45 րոպե։ Հենց կանգնեցինք, աչքերը բացեց, կքնի, չէ, մոտս կատ կա, խմենք մինչև ժամանակը անցնի, սուրճս էլ եկավ, ինձյանական։ Դե ասա ես էլ ես, տեսեք ոնց եմ մեծացել, արդեն 2 ամսեկան եմ, 2 ամսեկան ավազակ եմ, հաջողություն, կհանդիպենք հաջորդ վլոգում, մամաս մոռացել է ավարտի այս վլոգը, դրա համար ես եմ ավարտում, բայ բայ։